Խնամված լինելն է Չերչինյան Cosmetics։ Բարև Մեդինֆորմի բոլոր հեռուստադիտողներին, հարգելիներս, այսօր մեր ծրագրի շրջանակում մենք կզրուցենք ռևմատոիդ պոլիարթրիտի մասին։ Գիտեմ, որ խնդիրը շատ տարածված է, գիտեմ, որ այն բավականին մեծ ցավային սինդրոմով է հանդես գալիս եւ իհարկե մեծ անհարմարություն պատճառում այս հիվանդությունը կրողին։ Նշեմ, որ ռևմատոիդ արթրիտի դեպքերի մոտ 80-ից 90%-ը ախտահարվում են ոտնաթաթի հոտերը, իսկ դեպքերի 15-ից 20% դեպքերում ռևմատոիդ արթրիտը սկսվում է հենց ոտնաթաթի մեջ։ Գիտեմ, որ ձեզ շատ մանրամասներ են հետաքրքիր այս հիվանդության, դրա վերացման, նաև վիրահատական միջամտության մասին։ Այդ ամենի շուրջ ես իհարկե սիրով զրուցելու եմ եկել Իզմիրլյան բժշկական կենտրոնի օրթոպեդ Գուրգեն Բախտամյանի հետ, ով նաև մասնագիտացած է ոտնաթաթի եւ սրունքթաթային հոդի վիրաբուժության մեջ։ Ողջույն բժիշկ։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ մեր ծրագրի հյուրն եք։ Ձեզ շնորհակալություն։ Կարևոր եւ տարածված այս թեման պետք է ներկայացնենք հեռուստադիտողին, նախ նշեք իսկապես այն լայն տարածում ունի մեր հանրության շրջանում։ Թեկուզ Հայաստանը հաշվում է շոկ երկիր, բայց ցավոք ռևմատոիդ պոլիարթրիտը բավականին տարածված է ու ցավոք շատ ժամանակ երիտասարդ հասակից, պատանիներից։ Ռևմատոիդ պոլիարթրիտը դա ավելի շուտ իմունային հիվանդություն է որպես սկսում, շատ չխորանանք, բայց որոշ դեպքերում օրինակ նշիկների քրոնիկ բորբոքման հետևանքով օրգանիզմը սկսում է իր սեփական հյուսվածքները, առաջնահերթ հոդերի ծածկույթները ընդունել որպես թշնամի եւ սկսում է պայքարել։ Այդ հետևանքով հիվանդությունը կկոչվի արտրիտ։ Արտրոսը հոդը, արտրիտը բորբոքում, այսինքն իրական հոդի բորբոքում։ Շատ ժամանակ մենք ժողովուրդը խառնում է արտրոզը, տարեց հիվանդների մոտ, որ 60 տարեկանից հետո հիմնականում ծնկահոդերը փոփոխվում են, առաջի հերթին աջարները, դա արտրոզն է։ Ռևմատոիդ պոլիարթրիտի ժամանակ գործ ունենք բորբոքման հետ։ Առաջի հերթին թաղանթներն են սկսում սեփական օրգանիզմը վնասել եւ այնց հետո սկսում է վնասվել աջարը։ Նույն process-ի հետ զուգահեռ նաև սկսում է փխրուն դառնալ հոդաճարերի ստորին գտնվող ոսկրանյութը։ Օստեոպորոզը ժողովուրդը ծանոթ արդեն օստեոպորոզ։ Եվ կամած մեկի մոտ 1 տարվա մեջ, մեկի մոտ կարող է 2 ամսվա մեջ, մեկի մոտ ընդհանրեն 3 տարվա մեջ սկսում են թեքվել հոտերը, մատերը եւ այլն։ Իսկ ցավով ուղեկցվում է այդ գործընթացը։ Իհարկե ցավով եւ աջարներն են հիվանդ, հարթ չեն, սահուն չեն, մեկ եւ ինքը ուրճած, այտուցված հոդը ինքը ցավ է բերում եւ իհարկե ծրված մատները ոտնաթաթի կոշիկի մեջ ստանդարտ կոշիկի մեջ լավ չեն տեղավորվում, ցավում են, երբեմն եւ խոցոտվում են ավելնոր ճնշումից եւ այլն եւ այլն։ Իսկ այդ ընթացքում, այսինքն խնդիրը շատ է բարդացել, չէ՞, ձեր նկարագրած դեպքում։ Մինչ այդ կան ախտանշաններ, որոնք այնքան էլ անհարմարություն չեն պատճառում եւ միգուցե մարդը դրանց ուշադիր լինելով ավելի վաղ դիմի բժշկի։ Ամբողջ աշխարհում ռևմատոիդ պոլիարթրիտով եւ նման հիվանդներով ամբողջ աշխարհում զբաղվում են ոչ թե օրթոպեդները, այլ հատուկ թերապևտներ, որոնք կոչվում են ռևմատոլոգներ։ Եվ ցավոք շատ ժամանակ շատ թաքուն է ռևմատոիդ պոլիարթրիտը մոտենում, դեպքեր է եղել, երբ որ դիագնոզը դրվում է, երբ որ հիվանդը սկսում է արդեն տենել ձեռքերը կամ ենթադրենք ոտքերի մատերը, բայց շատ ժամանակ տաստակների մատները սկսում են ծռվել, ցավել։ Եվ դիմում են բժշկի եւ թերապևտների։ Ես որպես շարունակության նախորդ մտքին ես ասեմ օրթոպեդները ոչ թե զբաղվում են բուժումով ռևմատոիդ պոլիարթրիտով, այլ վիրահատում են արդեն բարդությունները, այսինքն ծռված մատեր կամ հոդեր, ցավային
ցավն են աշխատում վերացնել եւ այլն, բայց չեն զբաղվում բուժումով զբաղվում են ռևմատոլոգները, շատ լավ, թերապևտները։ Այո, այսինքն հիմա մենք կխոսենք ռևմատոիդ պոլիարտրիտի արդեն վիրահատության հասնող փուլի մասին, այո, այ որ դեպքերում է, որ այն պետք է վիրահատել։ Հարցը վերաբերում է թաթի։ Բնականաբար ոտնաթաթին է։ Պոլիարտրիտը, որը ախտահարում է ոտնաթաթը։ Մոտավորապես ճիշտ նշեցիք, մոտավորապես համարյա 380% դեպքերում ախտահարվում է ոտնաթաթը, այսինքն ծռվում են մատերը, սկսում են փոքր հոդերը ոտնաթաթի այտուցվել, նույնպես ծռվել սրունքթաթային հոդը։ Եվ ցավ ծռված մատները պատկերացնում է կոշիկ ընտրելը, ինչ է իրանից ներկայացնում։ Ծռվելը սրունքթաթային հոդը մարդը շատ ժամանակ առանց հենակների չի էլ կարում քայլել, ծռվում է։ Հետո ոտնաթաթը սրունքթաթային հոդը ծռվում է եւ աստիճանաբար սկսում են ծռվել։ Տեղով ռևմատոիդ պոլիարտրիտը ախտահարում է, ոտնաթաթը կամ սրունքթաթայինը ներքևից ծուռ է, դա նպաստում է նույն ձևի ծունկը դեպի կոնքազդրային հոդ, երկու իրար վատացնող հանգամանք, մի հատ ռևմատոիդ պոլիարտրիտն է վնասում, նույն ծնկին, նույն կոնքազդրային հոդը, պլյուս ենթադրենք թաթը ծուռ է մեխանիկորեն դեպի վերև, սխալ է, ծանրաբեռնվածությունը անցնում։ Եվ այս դեպքում իհարկե օգնության է գալիս ոտնաթաթի վիրահատությունը, այո։ Ոչ միշտ ստացվում է, որովհետև ժողովուրդը տեղյակ չի։ Նույն ձևի, ասում են, բժիշկ ոնց այս դեպքերում վիրահատում են, հետո շատ ժամանակ ասում են, մեզ ասել են չի կարելի վիրահատել։ Իհարկե հակացուցումներ էլ կա, եւ ցուցումը նայեք, ծռված վերջույթը, որը խանգարում է քայլելուն, ոտնաթաթի մասին է, խանգարում է կոշիկ կրելուն երկուսը եւ ցավը, որը կարելի է վերացնել վիրաբուժական մեթոդներով։ Այսինքն աճառները, հոդ կազմող աճառները հիվանդ են, վնասված են, շապիկը հիվանդ է, ուռչած է, հաստացած է, դա այդ ամբողջի ցավի պատճառ։ Որոշ վիրահատությունների ժամանակ հիվանդ աճառները վերացնում ենք, շապիկը վերացնում ենք եւ հանդիպակաց իրար երկու ոսկորը իրար հետ են կամպրացնում հատուկ պատոտակներով, թիթեղներով։ Երկու ոսկորը, որ իրար հետ ամրանա, դառնա մեկ ընդհանուր ոսկոր։ Չկա հոդ, չկա ցավ։ Այսինքն հիմա նույն ձևի դուք էլ մարդիկ հիվանդներ, դա որ ասում եք հոդը վերացնել, բայց շարժումն է կվերանա, բայց շախմատի օրենքի պես է մի բան պետք է կորցնեք, անհամեմատ ավելի շատ բան ստանաք, տեղով ռևմատոիդ պոլիարտրիտի ժամանակ եւ շարժումներն են սահմանափակ, ցավոտ է եւ շատ ժամանակ ծուռ։ Նայեք, տեղով արդեն լավ չի շարժում, այսինքն այդ վատ շարժումները պետք է կորցնեք, հիվանդ աճառները հեռացվի, բայց ստանաք տեղը առանց ցավերի վերջույթ։ Ու շատ ժամանակ հենց ռևմատոիդ պոլիարտրիտի ժամանակ, նույն ենթադրենք առաջի մատի հոդերի վրա վերականգնողական չեն կանում, որպեսզի նորից չկրկնվի, այսինքն վիրահատվի առաջի ու վերջի անգամ, անշարժացվի, ունդե ոսկրով լցվի եւ վերջ, էլ ծռվելու պատճառ չլինի։ Բժիշկ վիրահատությունը ինքնին համարվում է արդյոք բարդ վիրահատություն եւ արդյոք այդ վիրահատական ընթացքը ավելի Այլի ասել հեշտ է ընթանում։ Նայեք, թվում է, թե մատներ են, ենթադրենք մատերի մասին է, բայց հիվանդներն են իրանք բարդ։ Եթե գործը հասել է վիրահատություն, ուրեմն պրոցեսը կամ արագ է գնացել, կամ ինքը հիվանդը, կներեք այդ բառի համար դժվար հիվանդ է։ Թեկուզ հիմա ահագին իմունային դեղորայք կա, որոնք ինձ թվում է երևի գիտեք, ռևմատոիդ պոլիարտրիտ աշխարհում ոչ մեկ չի կարացել բուժել, բայց կանգնացնել ձեր ասած ճնշումը, կանգնացնել կամ դանդաղացնել, բայց ոչ բոլորն են կարում այդ դեղորայքը ընդունել, ոչ բոլորին է ցուցված,
Պլյուս շատ ժամանակ հորմոններ են օգտագործում, ստերոիդ հորմոններ, ահագին մարդիկ տեղյակ են, բայց որոշ դեպքերում հայժողովի մեջ ընդունված է, չէ, հակացուցված չէ, շատ ժամանակ ստերոիդը պոլիարտրիտի ժամանակ կյանք փրկող է։ Ես ռևմատոլոգներին փոխարեն չասեմ, իրանք շատ լավ կհասկանան։ Բայց որոշ դեպքերում մեր ժողովուրդը հորմոններին, որը կյանք փրկիչ է, շատ ժամանակ որպես թույն են վերաբերվում։ Այո, այնքան ապատեղեկատվությունը ուժեղ է։ Շատ լավ ինձ կհասկանա։ Այս հարցը պետք է սկզբում տայի, բայց ելնելով մեր զրույցի ընթացքից հիմա ավելի ինձ հետաքրքրեց։ Ի վերջո ինչն է այսքան հանգեցնում այս ռևմատոիդ արթրիտի, պոլիարթրիտի այսչափ տարածմանը, առաջացմանը, ինչն է նպաստում։ Չի ասե այդչափ տարածման, բայց համար մեկը քրոնիկ նշիկների քրոնիկ բորբոքումը երեխա պատանի ժամանակ չհետևելը, դե իհարկե վերջնական հարց լուծումը նշիկներ հեռացնելը, ամեն մարդ այսինքն ճիշտ է, եթե քրոնիկ եթե բժիշկը քիթ ցուցում դնում է, ինֆեկցիայի պետքա կար բանա նշիկները, բայց երբ որ իրան քրոնիկ հիվանդանում են, հանգեցնում է նմանատիպ խնդիրներ։ Այո, անգինաները նշանակում է միշտ օջախ կա։ Նույն ձևի կարես կներեք չացած ատամները ժողովրդի ասած չբուժած էլի մշտական օջախը դե որոշ դեպքերում ինֆեկցիայի կամ իմունային այդ խնդիրները անհայտ են։ Շատ լավ, ունեք մեր հեռուստադիտողին որևէ խորհուրդ, որևէ հորդոր։ Ռևմատոիդ պոլիարտրիտով հիվանդը պետք է իմանա, թեկոզ ենթադրենք 15 տարեկանից հիվանդ է, դա դատավաճիր չէ, էլի եմ ասում, իհարկե բուժում ռևմատոլոգների կողմից հիմա ահագին ժամանակակից իմունային դեղորայք է արտադրում, որը դանդաղեցնում կամ կանգնեցնում են, դա ճիշտ կլինի լսել բժիշկին, դեղորայքը, այսինքն ցուցումը, դիսցիպլինան, ասես ժամը, այս ժամին դեղը խմել, այս ինչ օրը խմել, այս ինչ օրը չխմել, հետևել։ Իսկ ծառայության դեպքում միակ լուծումը ռևմատոլոգի հետ խորհրդակցելով դիմել օրթոպեդին, որպեսզի ցես դեպքերում ասում են, որպեսզի հիվանդի ու իմ գործը շատ չդժվարանա։ Այո, մաքսիմալ շուտ դիմել այդ վիրահատությանը, որը իհարկե անխուսափելի է։ Ոչ թե անխուսափելի, մի օր պետք է գալու։ Այո, միևնույնն է, դա հետընթաց չի ունենա։ Պետք է գալու, բայց սենց ասեմ, շատ տարիներ պահելը ինքը իրան չի անցնում։ Այո։ Այս դեպքում եւ օրթոպեդի գործը դե պլյուս առաջի հերթին հիվանդի գործն է դժվարանում, ավելի կոմպլեքս վիրահատությունները, որոնց դեպքում ոչ միշտ վերջն 100%-ով բավարարված լինում հիվանդը։ Այո։ Եվ իհարկե առողջություն բոլորիս։ Շնորհակալ եմ բժիշկ։ Ձեզ եւ նորից եմ կրկնում, օրթոպեդներս չեն զբաղվում բուժումով ռևմատոիդ պոլիարտրիտով։ Դա ռևմատոլոգներ են զբաղվում։ Մենք վիրահատում ենք ռևմատոիդ պոլիարտրիտի հետևանքով առաջացած դեֆորմացիաները, բարդությունները, այո, բնականաբար։ Շնորհակալ եմ բժիշկ հետաքրքիր ինֆորմացիայի համար։ Արգելներս ռևմատոիդ պոլիարթրիտի վիրաբուժական թեմայի շուրջ այսօր ես զրուցեցի Իզմիրլյան բժշկական կենտրոնի օրթոպեդ Գուրգեն Բախտամյանի հետ, ով նաև մասնագիտացած է ոտնաթաթի եւ սրունքթաթային հոդի վիրաբուժության մեջ։ Ահա սա ռևմատոիդ պոլիարթրիտի հետևանքներն են եւ ոչ թե հիվանդության մասին մենք այսօր զրուցեցինք, որը ինչպես բժիշկը բազմիցս նշեցիր խոսքում հենց վերաբերում է հոդաբաններին, ռևմատոլոգներին, այլ մենք զրուցում ենք այս խնդրի անտեսվածության կամ առհասարակ հետևանքների վերացման մասին։ Այսօր այսքանը, եղեք առողջ, մենք կհանդիպենք։ Կարևորը խնամված լինելն է, Չերչինյան Cosmetics։